Կուկուրիկու, պագադի։ Ժամանակին փոքրիկների կողմից ամենասիրված մուլտֆիլմը հենց ռուսական «Ну, էր։ Եթե ժամանակին այդ մուլտֆիլմը դիտելիս փոքրիկները վախենում էին, թե գայլը ուր որ է կբռնի նապաստակին, ապա այժմ մուլտֆիլմեր դիտելիս հենց իրական սարսափ դրվագների են հանդիպում։ Եթե ուսումնասիրենք մեր ժամանակների մուլտֆիլմերի շարքը, ապա կտեսնենք, որ դրանց մեջ գերակշռում են ագրեսիվ տեսարանները, կռիվներն ու կրակոցները, կան նույնիսկ արյան տեսարաններ։ Ցավալին այն է, որ երեխաների շրջանում այդպիսի մուլտֆիլմերը մեծ տարածում են գտել։ Երեխաների մեծ մասն էլ երազում է նմանվել իր սիրելի մուլտհերոսին։ Միանշանակ չեմ կարող վատ կամ լավ արտահայտվել ժամանակակից մուլտֆիլմների մասին։ Իսկ թվում է վտանգը ոչ թե մուլտֆիլմի հենց մեջ է, ծնողի մեջ, որ մուլտֆիլմը ոչ ճիշտ ձևով է օգտագործում։ Այսինքն երեխայի տարիքին համապատասխան մուլտֆիլմ չի միացնում, մուլտֆիլմը երեխային ոչ մի ձև չի մեկնաբանվում, չի քննարկվում, իրադարձությունները մուլտֆիլմում կատարվում են։ Երբեմն իսկապես ծնողների համար ավելի հարմար է պարզապես միացնել մուլտֆիլմը, հեռուստացույցի առաջ թողնել հետաքրքրված երեխային ու զբաղվել տան գործերով։ Այնինչ մուլտֆիլմերից յուրաքանչյուրը նախատեսված է կոնկրետ տարիքային խմբի համար, եւ եթե ծնողի կողմից չի մեկնաբանվում, կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի հոգեբանության վրա։ Ծնողը պիտի ընտրի ցանկը մուլտֆիլմը, որ երեխան թույլատրելի է նայի։ Դա պիտի լինի որոշակի օրվա, որոշակի ժամերին, որոշակի ժամային տևողությամբ։ Եթե մուլտֆիլմում պրոբլեման իրավիճակում միակ լուծումը դա իրար խփելն է, ագրեսիա դրսևորելը, բարձր որ երեխան իրական կյանքում էլ եթե ինչ-որ դժվար պրոբլեման իրավիճակ կա, դա միակ լուծումը տեսնելու է ագրեսիա դրսևորելով։ Պիտի անպայման ծնողը ինչքան հնարավոր է երեխայի մոտ լինի, եթե մոտ չի, մուլտֆիլմի ավարտից հետո մուլտֆիլմը միասին քննարկեն։ Երեխային հետաքրքրող հարցերն անպայման պատասխաններ տրվեն։ Անգամ բացասական կերպար է ծնողը կարող է ներկայացնել դրական կողմից, ընդգծելով բացասական հերոսի դրական կողմերը։ Օրինակ, եթե մուլտֆիլմի որևէ հերոս կռվում է, ապա շեշտը պետք է դնել ոչ թե կռվի, այլ հերոսի խիզախության վրա, նշում է հոգեբանը։ Քանի որ այդպիսի մուլտֆիլմերի ցուցադրությունն արգելելն անհնար է, ծնողը պետք է անընդհատ զգոն լինի, որպեսզի երեխայի մոտ տագնապ ու ագրեսիվություն չառաջանա։ Ինչ ես տալիս տերուկ։ Ինչ-որ մի բան սկալ է։ Բան, արջնու մաշան եմ սիրում։ Բենտասնու ռենջերների մույտիկն ու չրավեկի։ Դոմեդին, մաշանն ու պակացի։ Սպայդերմենը, մաշան մեջվեջը։ Պաուկը։ Ժամանակակից մուլտֆիլմերը վաղուց արդեն անցյալում են թողել ԽՍՀՄ-ի տարիներին ստեղծված եւ լայն մասսայականություն վայելող մուլտֆիլմերը։ Այժմ արդեն հերոսներն այլ են։ Երեխաներն էլ երազում են ոչ թե ասեն Կարսոնի նման ընկեր ունենալ, այլ սարդ մարդի պես տանիքներով շրջել։ Дорогой друг, прилетайте издалека на минуточку, а у вас нет торта. Սպայդերմենին են ընդօրինակում, կան, շատ կան այս նոր մուլտֆիլմերից, որ երեխաները անունները տալիս են ու մեկը մեկին ասում, որ ես սա եմ, ես նա եմ ու մեկը մյուսին արդեն սկսում են իրար հետ այդ նույն իրավիճակի մեջ հայտնվում են։ Դաստիարակը նշում է, որ խաղերի ժամանակ երեխաների մոտ ագրեսիվություն երբեմն նկատվում է, սակայն իրենք անընդհատ փորձում են բարություն սերմանել նրանց մեջ։ Մուլտֆիլմերի բացասական ազդեցությունը փորձում են վերացնել հեքիաթների միջոցով, որտեղ միշտ բարին է հաղթում։ Սիրելի երեխաների հեքիաթները չարի ու բարի խելոքի, հիմարի, ծույլի և աշխատասերի մասին է։ Ես ուզում եմ պատմել ուրախ և զվարճալի հեքիաթներ, որոնք լսել եմ շատ տարիներ առաջ Հովհաննես Թումանյան անունով մի բարի պապիկից։ Բան ինչ կանեմ, կեղտոտ է, բամբակը կորիզոտ է, մաստակ որ պիտի ծամեմ,
Տերը տիտիկան եմ, անցնող եմ մտիկան եմ, ուտեմ, խմեմ, մտնինքն եմ։ Հայաստանում հեռուստաընկերությունները հետևում են որոշակի օրենքի, ըստ որի բռնության տեսարաններով մուլտֆիլմերի ցուցադրությունն արգելվում է, սակայն պետք չէ մոռանալ, որ կա նաև արբանյակային հեռուստատեսություն, որի բազմահազար ալիքներով ցուցադրվող մուլտֆիլմերի ցանկը վերահսկել մենք թեև չենք կարող, բայց մեր հեռուստացույցների հեռակառավարման վահանակները վերահսկել հաստատ կարող ենք։ Матч начался. Все внимание на поле. Уверенно контролирует мяч хозяева поля на подступах к штрафной площади соперника. Пас, еще пас, удар, отскок от защитника. Но вратарь гостей первым оказывается у мяча и в прыжке накрывает его. Էմա Պետրոսյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։